Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել մեր ազգային խոհանոցից ուտեստներ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստելու ենք արիշտայով ապուր։ Առաջին հայացքից մենք կտեսնենք կամ լսելիս կասենք, որ արդեն գիտենք, թե ինչպես է պատրաստվում, բայց հավատացեք, որ արիշտայով բազմաթիվ ապուրներ կան։ Եվ այս ապուրը, որ մենք այսօր պատրաստելու ենք, բնորոշ է Նախիջևանյան տարածաշրջանին, Գողթն գավառի։ Եվ բաղադրությունը հետևյալն է. տնական արիշտա, ընկույզ, ոսպ, չամիչ, օգտագործելու ենք աղ, կծու, կարմիր, պղպեղ, համեմունքներից այդքանը, բարեկամներ, իսկ մնացած համեմունքի մասին դուք արդեն գիտեք, դա մեր սերն է և հոգու ջերմությունը։ Գնացինք, սկզբի համար պատրաստում ենք սոխառած ենք պատրաստում, բարեկամներ չմոռանամ նշել, որ ոսպը օգտագործելուց առաջ ընդհանրապես գոնե մի 2 ժամ առաջ պիտի թրջենք։ Պատրաստենք սոխառած, առատ սոխառած է պահանջում այս ուտեստը և մի քիչ խոշոր, այսպես կիսալուսնաձև և մեջտեղից կիսված։ Կաթսան տաքացնում ենք, ձեթը կամ յուղը դաղում ենք, այսպես դաղած յուղի մեջ լցնում ենք սոխը, և այն անմիջապես սկսում է տապակվել։ Ընկույզը ոչ շատ։ Նաև հիշեցնեմ, որ մենք ավարտեցինք մարգագետնային խոհանոց այդ շարքը և այս ուտեստով սկսում ենք մեկ այլ շարք, մեկ այլ գրքից։ Հաղորդման վերջում ես կնշեմ և հեղինակին և գիրքը, որ շուտով կտպագրվի։ Սոխառածի հետ տապակենք ընկույզը, մի քիչ համեմ ենք աղով, ես արդեն մտածում եմ, թե ինչ համեր պիտի փոխանցեն իրար սոխը և ընկույզը։ Հիմա արդեն կլցնեմ նաև ոսպը, մի քիչ ոսպի հետ, այսպես շոգեխաշելուց հետո, ոսպի հետ մի քիչ կավելացնեմ ծիտրոն, այ հիմա ես մտածում եմ, թե ծիտրոնն ու ոսպը ինչ, այսպես համային հատկանիշներ են փոխանցելու միմյանց։ Մենք միշտ նշել ենք, որ ուտեստ պատրաստելիս և ընդհանրապես խոհարարության մեջ պիտի ձերբազատվենք դոգմաներից, ասում են, հանկարծ այսպիսի բան չանենք, հանկարծ այսպիսի բան անենք, մենք պատրաստողներս պիտի ներդնենք մեր մտահղացումները, մենք պատրաստողներս պիտի ներդնենք մեր երևակայությունը։ Հիմա կավելացնենք չամիչ, Մինչ մի քիչ կտապակվի չամիչը, նախապատրաստենք արիշտան, ահա, վերջ, ավելացնում ենք ջուրը, այսպես, սպասենք մինչ ջուրը կեռա և այդ ժամանակամիջոցը օգտագործենք նորից կրկնելու։ Պատրաստեցինք սոխառած, սոխառածի հետ կտրատեցինք և տապակեցինք ընկույզը, Ընկույզի մի քիչ տապակվելուց հետո ավելացրեցինք թրջված ոսպը
ոսպը նույնպես 1-2 րոպե շոգեխաշվելուց հետո ավելացրինք կտրատված ցիտրոն եւ չամիչը։ Այս ամենը նույնպես նորից մի 2 րոպեից հետո ավելացրինք ջուրը եւ հիմա կավելացնենք, եռում է արդեն ջուրը, կավելացնենք արիշտան եւ կսպասենք ապուրը պատրաստվի։ Տնենք 1 կտոր կծու պղպեղ, վերջ եւ սպասենք ուղիղ 8-ից 12 րոպե։ Այս ապուրն արդեն պատրաստ է։ Տեսակ ինչ արագ եւ ինչ լավ, այսպես համադրությամբ ապուր կստացվի։ Սպասենք 12 րոպե։ Բարեկամներ, 12 րոպեն անցավ, մեր ապուրն էլ արդեն պատրաստ է։ Վերջնական այսպես համտեսում անենք։ Այո։ Եվ վերջի մի փոքր համեմելու այս ատրիբուտը, մի քիչ ընկույզ կանենք, մանր արդեն, եւ ընկույզը կկտրատենք ծոթրինի հետ։ Ցիտրոն։ Մինչ համեմելը նորից հիշեցնեմ, թե ինչպես պատրաստեցինք այս ապուրը։ Պատրաստեցինք սոխարածի հետ տապակեցինք կտրատված ընկույզը, մի քիչ հետո ավելացրինք ոսպը, ոսպից հետո ավելացրինք կտրատված ծոթրին եւ չամիչը։ Մի քիչ տապակեցինք յուղի մեջ, այնուհետև ավելացրինք ջուր եւ արիշտան։ Հիմա պատրաստում ենք համեմունքը, վերջնական համեմունքը, ընկույզ, ծոթրին եւ մի քիչ համեմի սերմ։ Ավելացնում ենք, կափարիչը ծածկում եւ կրակից վերցնում։ Այս պահը ամենահաճելի պահն է։ Աղը ավելացրինք սոխարածի հետ միասին եւ քանի որ արիշտան ինքը պարունակություն ունի աղի որոշակի չափաբաժնով, մենք սոխարածի հետ լցրած աղով բավարարվեցինք։ Վերջ, ուտեստը պատրաստ է։ Ահա բարեկամներ, արիշտայով, ոսպով եւ ընկույզ չամիչով ապուրը։ Նորից հիշեցնեմ, ապուրը բարեկամներ Նախիջևանյան այսպես տարածաշրջանային ուտեստ է եւ շատ լավ համադրությամբ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ես ուզում եմ, որ ձեր սեղաններին միշտ լինեն հայկական ավանդական ուտեստներ։ Հավատացեք, որ նրանք կօգնեն ձեզ դառնալ ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ։ Ասք սիրենք ու հայրենիք բարեկամներ, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Արիշտայով ապուր, արիշտա 200 գրամ, ոսպ 150 գրամ, ընկույզ 30 գրամ, չամիչ 50 գրամ, ձեթ 20 գրամ, սոխ 100 գրամ, աղ, պղպեղ, բարյախորժակ։